Ես ուզում եմ ձեզ նախծանոթացնել այն արդյունքներին, որոնք մենք ստացել ենք վերջի քվեարկություններից, եւ այսպես ապրիլի 19-ի դրությամբ ես հարցում եի դրել ռեյտինգի առումով 8200 մասնակից ունենք, որտեղ Սամվել Կարապետյան ունի 31%, Արտակ Սարգսյան ունի 34%, Դեմեմ Շարժուն Միչելը 14%, Գուրգեն Սիմոնյանը 20%։ Շատ քիչ առավելությամբ այստեղ առաջի տեղում Արտակ Սարգսյանը 34%, զգալի տարբերությամբ ամենաներկևումը Դեմեմը եւ մի քիչ ավելի շատ ունի Գուրգեն Սիմոնյանը։ Ես դրանից հետո դրել եմ նոր, արդեն այսօր 20-ի դրությամբ, որ Արցախից որ հասկանանք առաջի տեղերում հեռացների մեջ ով ինչքան ձայն ունի, հա, դեռ ընդամենը 935 քվե ունենք, ցանկալի է որ լինի 1500 գոնե 2000, որ մենք կարողանանք ամբողջական պատկերն ունենալ, բայց այս թվի այս պահի դրությամբ Գուրգեն Սիմոնյանն ունի 18%, Սամվել Կարապետյանը 18%, Վարդան Ղուկասյան 50% եւ Արտակ Սարգսյան ստեղ 14%։ Լսեք, ոնց է փոխվում։ Մենակ այն հանգամանքը, որ այնտեղ չկար Վարդան Ղուկասյան, բալանսի մեջ էին բոլոր համարյա տեխնատուները 30%-ի 20%-ի սահմաններում, բայց հենց Վարդան Ղուկասյան դնում ենք թվերը սա են ասում։ Միանգամից Վարդան Ղուկասյանը մենակ ունի այնքան փաստորեն քվե, ինչքան 3 տեխնատուները իրար հետ։ Սա այսօրվա վիճակով, ես չգիտեմ մեկ շաբաթ հետո ինչ կլինի, բայց հաղորդման վերջում նորից կվերադառնանք այս քվեարկության, տեսնենք 1000-ը անցնելու 1500 մասնակցի պարագայում որքան է լինելու այս ձայների հարաբերությունը։ Հետո նոր ես խոսք եմ տալի հատ բոլոր տեխնատուներին մեկ համեմատել Փաշինյան Նիկոլի հետ, որ տեսնենք այդ տեխնատուների համեմատ ինչքան է Փաշինյան Նիկոլի ռեյտինգը, եւ ընդհանրապես կա տեխնատու, որ ավելի ցածր ռեյտինգ ունի, քան Փաշինյան Նիկոլ։ Իսկ հիմա գնանք մնացած նորություններին։